Ազատ լարի։ Հա, ապեր։ Հեսա մեր դասարանի Սոնանա գալու, որ դասանենք։ Ու ես իրեն խափել ասել եմ, որ մենք հարուստ ենք ու ծառա ունենք։ Լուրջ ես ասում, մենք ծառա ունենք, բա ուրա։ Հեսա, ստեղա։ Այ փոքրիկ ստրկատեր, իմ անունը Ազատա, դա քեզ ոչ մի բան չի հուշում։ Ես իմ ազատությունը կյանքում ոչ մի բանի չեմ փոխի։ Ազատ, եթե 2 ժամ լինես իմ ծառան, ես քեզ 1000 դրամ փող կտամ։ Բատեղից սկսեր Խազեին ջան։ Լավ, Սոնան եկավ, դու դուրը բացի ես բարձրանան վեր։ Համեցեք։ Լևոնը տանն է։ Այո, իհարկե, տանտերը տանն է։ Բարև Սոնա ջան։ Բարև Լևոն։ Դե արի սկսենք։ Մինչև սկսելը արի մի բան խմենք։ Լսում եմ տանտեր։ Մեզ 2 բաժակ հյութ բեր։ Հենց նոր ձեր կալվածքի այգիների նարնջից թարմ հյութ եմ խամել։ Լավ, արի սկսենք։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Էլ ինչ-որ բան կցանկանանք, ձեր ընկերազանցություն։ Առայժմ ոչ, դու ավելի լավը գնա ձիերին կերակրի։ Աղջի բաց մեր գույն չի տալի այդ շորը։ Երեք գցեցի, որ լվանա, մնացած շորերից գույն տվեց։ Սաղ շորերից փչացելը չգիտեմ ինչ անեմ։ Էս ով էր։ Իմ տան լվացքատան աշխատողն է։ Ռուզան կյանքս մի կեր, ասեցի փող չկա։ Գարնիկ տալ ուտելու բան չկա։ Դու ափսոսում ես 300 դրամ տաս գրեչկա առնենք։ Տենց 300 դրամ տալով որ կողքի խանութին 50,000 դրամ պարտենք։ Ինչ ես առաջարկում, բան չուտենք, սոված նստենք, հա։ Չէ առաջարկում բան չառնենք, ինչ կա իդրանից սարքենք։ Մի բան պետք է առնես, որ սարքեն, ինչ սարքեն։ Իմ տան հավաքարն ու այգեպանն են։ Մարդու կնիկ միշտ կռիվ են անում իրար հետ։ Էս քո մաման ու պապան չէի։ Չէ։ Լևոն վազելով տապուշկեք ես հանի վերև։ Սուտասան։ Խազային ջան, ձիերին կերակրեցի, էլ ինչ կրամա ես։ Ազատ, չես ջոգում, որ աղջկա հետ չեմ։ Գարնիկ հեռախոսը։ Ռուզան հեռախոսը։ Գարնիկ հեռախոսը քո կողքն է։ Ընդհանրապես մտածում եք, որ այս ժամին զանգում եք արա։ Ռուզան մերը տա։ Ալո, հա մամ ջան։ Հա գարնիկներ։ Հա լսաղա։ Եղավ։ Մամ, բայց ինչ ես գոռում։ Հա հասկացա։ Հա վաղ կգամ։ Բայց ով ասեց ես թքած ունեմ քո վրա։ Անջատեց։ Մեր հետ որոշել էր քնելուց առաջ մեզ զարթնացնի, նոր հանգիստ քնի։ Էլի չափազանցնում, ասում է վատ եմ զգում, մեռնում եմ, եկեք հասեք։ Այս 10 տարյա է դա ասում։ Ինչքան կարելի է մարդկանց հուսախապ անել։ Փլավի համար նոր սոուս եմ հորինել։ Ով ա ուզում փորձի։ Ես, մամ ջան։
էր։ Ոնց որ միշտ։ Ինձ թվում է ինչ որ բան պակասում է։ Տեսես ինչ կարելի է լցնել, որ ավելի լավ լինի։ Ստամոքսի դեղ լցրում է, չմա։ Գառնիկ, չմտքափոխվեցիր, չես ուզում գնանք մամայենց տուն։ Ռուզան, ես իմ կյանքի համար վտանգավոր տեղեր չեմ գնում։ Գառնիկ, խնդրում եմ էլի։ Այդքան շատ ես ուզում իմ տեղը մի հատ գար վերցրու գնա։ Ինչի ես ուզում հենց ինձ տանես զոհաբերես։ Բարելոս, տիկնայք եւ պարոնայք։ Ռուզան չշարժվես։ Բանի տեղ մի դիր հեսա կգնա։ Ես չէ խոսում հետս։ Աչքերդ փագի թող մտածի քնած ենք։ Եկել եմ լավ բան ասեմ։ Կուտա տալիս դիմացի։ Լավ, չեք ուզում չեմ ասի։ Ասա Ազատ ջան։ Լավ էլի Ռուզան, մի քիչ էլ դիմանալ արդեն գնում էր։ Ձև չկա գնա ջոկել է որ քնած չեք։ Պապ, ինձ ավտոբուսի փող կտաս։ Ինչքան։ 5200 դրամ։ 5200 արա։ Դե 200 դրամ իմ գնալ գալը։ Բա մնացած 5000-ը։ Դե մարդ ես կարող ավտոբուսում 50 հոգի ծանոթ մարդ լինի, իրաց տեղը ստանամ իջնեմ։ Ազիզաների պատիվը չեմ ուզում գետնով տա։ Ազատ ես 200 դրամը վերցրու ու իմացի, որ Ազիզյանների պատիվը դու շատ վաղուց ես գետով տվել։ Գետով տալը որն է։ Քցել ես գետին ու քացով տաշում ես։ Բարև Մարի ջան, Ինչի ես եկել։ քեզ թարմ ծաղիկներ եմ բերել։ Չեմ ուզում։ Իսկ գալիս ես, գնանք լիքը համով բաներ ուտենք ու մի քիչ էլ զբոսնենք։ Ինձ թվում է, քեզ հակառակն է պետք։ Մի քիչ ուտես ու լիքը զբոսնես։ Իսկ զբոսնելուց կարամ ուտեմ։ Վիլեն, ինչ ես ուզում ինձանից։ Ուզում եմ իրար հետ ամուսնանանք։ Այսօր։ Հեսա պապայից կասեմ գլուխդ կջարդի։ Չի ջարդի, ինքի մետ մոտիկա։ Պապ տանես։ Հիմարի մեկը։ Գնաս։ Մարի, գնում եմ տատիկիդ տուն, կգաս հետս։ Երբեք։ Գառնիկ, դու էլ չես գալի մամայի տուն։ Ռուզան, հերիքա այդքան համոզես։ Խորտակվելուց անպայման ուզում ես մեկին հետդ քաշես։ Մամ, Ինչքան պետք է սպասեմ, որ գաս աղջի։ մամ ջան, ես էլ արդեն դուրս էի գալիս։ Պետք չի, ես արդեն եկա։ Մեկ էլ ես ինչ բոմժա նստած ձեր դռան դիմաց։ Ռուզան այնքան գնալը ձգձգիր միջև ինքը եկավ։ Հետո չես ասում այդ տղա։ Ասում եմ ինչ եք նեղություն քաշել եկել։ Դու գնացեք տուն, Ռուզանը հեսա կգա։ Ինչ ես ամբաղ-զամբաղ խոսում։ Աղջի ինչ ես կանգնել, չես վայմում, գնա ջուր բեր մորդ։ Դու էլ ինչ ես շնչից կանգնել, գնա գործի։ Հետ ինչ ես անում այ մեյմուն։ Ուրախացրել եմ, որ եկել եք, պարում եմ։ Բարև պապա ջան։
Հերիքա ինձ պապա ասես։ Բա ինչ ասեմ։ Ոչ մի բան մի ասա։ Իսկ որ Մարի հետ ամուսնանամ, կարամ պապա ասեմ։ Ինչ ես նստել ստեղ։ Ուզում եմ այս ծաղիկները Մարիին տամ։ Այդ ծաղիկներին ինչքան ես տվել։ 5000 դրամ։ 5000 դրամ։ Այդ ծաղիկների տեղը ավելի լավ է փողը նվիրեիր։ Կարամ փողն էլ նվիրեմ։ Այդ փողը տուր ինձ։ Ես քանից կնվիրեմ։ Բայց Մարին տունն էր։ Հետ ուր գնաց։ Տատի բարև։ Պապան գիտի որ եկել ես։ Արի մի հատ պաչ եմ այդ տղա։ Չէ, չեմ ուզում։ Որ դու պատշում ես թուշս թքոտվում է։ Տատի, ինձ նվեր բերել ես։ Կարող է գիտես տատը ձմեր պապնա, որ ամեն գալուց նվեր բերի։ Լավ, որ գոնե թոշակ ստանաս մի 5000 դրամ պատժ կարա։ Դպրոցի բուֆետում պարտքերի մեջ խրված են։ Դու էլ տանը կեր ու այդ բուֆետներում փողերդ մի մսխի։ Բայց ինչ հին նկարներ են։ Իմ գերդաստանի նկարներն է, նայի։ Յո, այս սիրուն աղջիկը ով է, տատի։ Ես եմ։ Լավ էլ ծիտ ես եղել, տատի։ Այա, ինչից ես խաբար։ Կենտկոմի քարտուղարի տղեն հետևիցս վազում էր։ Բայց գլխարկով մարդով է։ Հերս է, Բայց բեղերով մարդով է։ ես էլ մերս է։ Բա սրանք ովքեր են։ Ես էլ տատուս մերն է իրա սիրածի հետ։ Սիրացի։ Հա, գիտես չէ, տատուս մերը իրա սիրածին սպանել է։ Լուրջ։ Ինչի համար։ Ոչ մեկը չգիտի։ Փաստորեն մամայի նախատատը մարդասպան է եղել։ Հա, Ջան, այս նկարը կտաս ինձ տանեմ դպրոց սաղին վախացնեմ։ զգուշ չճղվի, այդ նկարից էլ չկա։ Ոնց ես, ապերիկ։ Ես ինչ ես սենց ուրախ։ Ամերիկայի քաղաքացիություն եմ կպցրել ու գնում եմ Ամերիկա։ Իսկ դու մինչև կյանքիդ վերջը մնում ես այս խանութում ու բորբոսն ես։ Էդ ոնց։ Ամերիկայում ապրող հայ տատի եմ բռնել։ Ամուսնանում եմ ու գնամ։ Հեսա կգա կտենաս։ Բայց ոնց ես այդ տատու հաշվին ապրելու։ Գառնիկ, դու գիտես այդ տատին ինչքան թոշակ է ստանում։ Ինչքան։ $6000։ Լուրջ։ Իսկ կարող է այդ տատին մի հատ քուր ունենա իմ համար։ Եկավ։ Ծանոթացեք։ Գառնիկ Անժելա։ Շատ հաճելի է տատի ջան։ Նստի բալես։ Գառնիկ, ինչ կարանք հյուրասիրենք կյանքիս։ Վալերիանկա։ Այ, ո՞տ եմ զգում ինձ։ Վայ, խեղդվում եմ։ Այո, թե չի հերիքում ինձ։ Այ, Գառնիկ, ինչ անեմ հիմա։ Արհեստական շնչառություն արա։ Սկսի։ Տատին գնաց։ Դու էլ մնացիր Հայաստանում։
Իսկ դու միջև հիմա ստեղ ես։ Հա, այնքան եմ ստեղ նստելու, մինչև Մարին հետս խոսա։ Պապա ջան։ Ինձ էլ պապա մի ասա։ Կծես Գառնիկ ջան։ Չէ։ Չնայած դուր, Ռուզանա դժվար լավ բան սարքած լինի։ Ես արդեն տանն եմ, կարաք ինձ վնասեք։ Գառնիկ, արի նստի փլավ եմ սարքել։ Լավ է, ես միս եմ ուտում։ Այդ որտեղից։ Գտել եմ։ Այդ տղա խո բոմբ չես։ Մամ, ես ես չեմ կարա ուտեմ։ Պապ, այդ բրդուճի կեսը կտաս։ Ռուզան, ես արդեն գնում եմ։ Այդքան շուտ։ Նոր եկեք է, մի 10 օր մնայիք։ Գառնիկ, Ոչինչ, Գառնիկ, կյանքը հավերժ չի։ Մեռնել կա, բան կա, հետո փոշմանելու ես ասածներիդ համար ու շալինելու։ վայ ման ջան, քո ինչ տարիքն ա մեռնելու։ Աղջի իմ չէ, Գառնիկի։ Ես բոմժն ինչի աստե պարկել։ Գնաս տեղից այդ տղա։ Գնաս տեղից ասում եմ։ Ուր գնամ։ Ուր ուզում ես գնա։ Քշ, այդ ասեք։ Պապ, ու գիտեիր, որ մամայի ցեղում մարդասպան կա։ Ոնց մարտասպան կա։ Տատին ասեց այսօր։ Արա ես ում եմ ես ամուսնացել։ Գառնիկ, ինչ ես մի տեսակ։ Ինչ եմ մի տեսակ, սպասի մտածեմ ասեմ։ Հա, հիշեցի, որովհետև մի քիչ առաջ պարզվեց, որ տատդ մարդասպան է։ Տատս չէ, տատուս տատը։ Ռուզան, որ նոր ենք ծանոթացել, ինչի չէիր ասում դրա մասին։ Ինչ տարբերություն, հիմա եմ ասում։ Ինչ տարբերություն։ Ռուզան, որովհետև հիմա էլ չեմ կարա քո հետ չամուստանամ։ Գառնիկ, ինչ ես ուզում ինձանից։ Էլ ինչ կա ձեր ցեղի մասին, որ ես չգիտեմ։ Կարող է մի օր էլ պարզվի, որ մեր հետ անախու վամպիր է։ Չնայած այդ գիտեի։ Բարի գիշեր, Գառնիկ։ Ռուզան, ես վախում եմ կողքդ քնեմ։ Կարող է գիշերը գեներդ գլուխ բարձրացնեն, հելես խեղտես ինձ։ Ռուզանի նախատատու հոգին է եկել։ Ո՞վ է արա։ Ես եմ, պապ։ Ես ի՞նչ է վիճակդ։ Գործից եմ գալիս։ Ինչ գործ։ Ինչ գործ։ Գինու ու կոնյակի գործարանում համտեսող եմ աշխատում։ Փող ստացել ես։ Հա, ցավոք տոն։
Բա ուրա։ Ուրա։ Սաղ աշխատավարձ ես, տվել եմ զակվыз գեմարը։ Գոնե մի քիչ խելք առնեիր։ Բանի գիշեր, պապ ջան։ Բարև Գառնիկ, ես Ռուզանի նախատատն եմ։ Վախեցար։ Հա։ Ուրեմն աշխատում ա նկարը, տանեմ դասարան սաղին վախացնեմ։ Էս այդ նկարն, հա։ Հա, մամայի մանյակ նախատատն ա, իրա սիրածի հետ։ Էս ֆոտոն քեզ որտեղից։ Տատից եմ վերցրել։ Սպասի հələ։ Արա։ Բայց ո՞նց։ Չի կարա սենց բան լինի։ Այդ նկարից դու էլ ունես։ Հա։ Որտեղից։ Էս իմ նախապապն է իր սիրածի հետ։ 100 տարի առաջ տարօրինակ հանգամանքներում ինքը մահացավ։ Փաստորեն իրան սպանել էին։ Ավելին ասեմ, քո նախապապուն սպանել ա մամայի նախատատը։ Ա հիմա ամեն ինչ պարզ է։ Ես էլ ասեմ, ես ու մեր հետ ինչի իրար այդ յոլա չեն գնա։ Ռուզան! Մի քիչ կամած էլի գործից օգնած եկել ենք չեք թողում քնենք։